Տեսեք, օրինակ, եթե մենք հաշվի ենք առնում Երևանի ընտրությունները, Գյումրիի ընտրությունները եւ Վաղաշապատի ընտրությունները, ապա այստեղ բացի իշխանությունից իր սեփական դեմքով, իր սեփական անուն ազգանունով հանդես է գալիս միայն Մայր Հայաստան կուսակցությունը, ես չեմ ուզում ինչ-որ այս քաղաքական ուժին առանձնահատուկ տեղ տամ, բայց տեսեք, Երևանի Մայր Հայաստանը մասնակցեց, ստացավ բավականին, ու չեմ ասում շատ, բայց որոշակի 15-16% ձայն, Գյումրիում էլի նույն իր անունով հանդես եկավ, ստացավ 6%, տեղ ստացավ 5.5%, այսինքն շատ կարևոր է, որ Հայաստանի քաղաքական դաշտը, դա քաղաքական ուժերը, սուբյեկտները իրենց ճանաչելու համար, իրենց ինքնաիդենտիֆիկացիայի համար, որպեսզի հասկանան, որտեղ ընտրությունները դա վարժանք է, քաղաքական վարժանք է, դե դու ընտրություններին չես մասնակցում, քո քաղաքական ուժի խոսույթը վարկանիշ անկում է ապրում, որտեղ դու որպեսզի դու կարողանաս երկար լեզու ունենաս, դու պետք է ընտրություններին մասնակցես, որոշակի վարկանիշ ստանաս, որ դու կարողանաս մեծ խոսաս, հա։ Հիմա տեսեք, փաստացի Վաղաշապատի ընտրություններում երկու ուժ են մասնակցում, որը ես կարծում եմ, որ ճիշտ չի դա։ Այսինքն պետք է որ ասենք այնուամենայնիվ այլ ուժերը մասնակցեին, որպեսզի նախ ներկապնակը ամբողջական լիներ ընդդիմադիր դաշտի։ Հետո եթե ներկապնակը ամբողջական լիներ, ես համոզված եմ, որ այն ինչ որ կատարվեց Գյումրիում, կկարողանար նաև Վաղաշապատում։